Հունվարի 28-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի արվեստի ամբիոնը եւ երաժշտական կրթություն մասնագիտության ուսանողները այցելեցին Գեորգ եւ Սիրվարդ Գարամանուկ տարեցների տուն։ Այցը կազմակերպել էր արվեստի ամբիոնի դասախոս Գայանե Աղայանի նախաձեռնությամբ եւ ամբիոնի վարիչ Հայկուհի Հակոբյանի աջակցությամբ։ Հայկական բանակի տարելից երատանը նշելու մտահղացումը պատահական չէր։ Պիտի նշեմ, որ այսօր բանակի տոնն է, 21-ամյա տարելիցն է եւ ես իմ ուսանողների հետ մեկտեղ երաժշտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողների հետ մեկտեղ որոշեցինք այսօրը տոնել հենց ծերերի խնամքի կենտրոնում, ինչի է ընտրվել այս կենտրոնը, մենք անդրադարձ կատարեցինք դեպի հին սովետական բանակ, քանի որ այսպես պարտադիր չէ մենք միայն այցելենք ներկա պահին գտնվող այն բոլոր բանակները, որտեղ կան երիտասարդներ, պետք է անցում մտովի կատարել եւ խոնարհվել այն մեծերի, այն ծերերի առջև, որոնք հիմա ողջ են, կենդանի են եւ այս խոսքը վերաբերվում է նաեւ նրանց, ովքեր եւ հիմա չկան, նրանք քայլող հուշարձաններ են եւ մենք խոնարհվում ենք նրանց առջև։ Ուսանողների օգնությամբ տարեցները վերհիշեցին խորհրդային բանակը, նրա յուրահատկությունները, մտովի տեղափոխվեցին հայրենական մեծ պատերազմի տարիները, խորհրդային բանակը։ Ալբոմում պետք է լիներ սիրած աղջկա լուսանկարը, իսկ հայերի պարագայում իհարկե նաեւ ծնողների եւ հարազատների դեմքերը։ Ուրախ մթնոլորտն ու բարձր տրամադրությունը ծերատան բնակիչներին մի քանի ժամով կտրեցին իրենց առօրյայից։ Նրանք էլ երգեցին եւ ուրախացան ուսանողների հետ, իրենց երախտիկի խոսքը հղելով ուսանողներին։ Ես հականում եմ մեր հայոց բանակին, ծառայողներին, քաջարողություն, սպայական կազմին միշտ լինեն պատրաստ, գոհ, երեխաները թող ուրախությամբ անամ ծառայեն, վերադառնան իրենց օջախները։ Մեր ամբողջ կոլեկտիվին հիմնադրությամբ եւ ձեր ելույթները շատ ուրախացրին մեզ բոլորիս։ Շնորհակալություն։ Ուսանողներին էին միացել նաեւ մուշ երաժշտական համույթը, ովքեր իրենց ուրախ կատարումներով ել ավելի ուրախացրեցին մասնակիցներին։